Սա բոլոր մասնակիցների կատալոգն է, սա իմ աշխատանքներն են, որոնցից մեկը չգիտեմ, որ մեկը կհավանեն, ես սիրով տրամադրել եմ։ Իր այս երկու գործերից որը կընտրեն կպահեն Շանհայի արվեստի հավաքածուների թանգարանում Չինաստանից վերադարձած Սուրեն Սաֆարյանին դեռ չեն ասել, թե պետ նվերի համար գալուց առաջ շնորհակալագիր են տվել։ Հեռավոր Արևելք նկարիչների մեր միությունը միջազգային ցուցադրության էր գնացել աշխարհի 40 երկրի 200-ից ավելի արվեստագետների կողքին նաև հայկական մշակույթը ներկայացնելու։ Տարբեր նկարիչների 7 կտավ և 1 ինստալացիոն աշխատանք էին Շանհայ տարել, տպավորելու էքսպոյի բազմամիլիոնանոց այցելուներին, ասում է միության նախագահը։ Շատ լավ արձագանքներ ունեցավ եւ շատ լավ ընդունվեց չինական կողմից։ Տպավորությունները ինչպես միշտ շատ բարձր են եւ վառ են, որովհետեւ արվեստի բնագավառում Չինաստանի ուրեմն կողմից կազմակերպված, ինչպես նշեցի, յուրաքանչյուր նախագիծ անցնում է շատ բարձր մակարդակով։ Մշակույթի նախարարության աջակցությամբ և հայ-չինական գործընկերության կենտրոնի ջանքերով 4-րդ տարին է, ինչ Հայաստանը կարողանում է մասնակցել Շանհայի ցուցահանդես ֆորումին։ Միջազգային այս միջոցառման ավարտին մերոնք տարած գործերը տեղափոխել են Շանհայի G-Hub Greenland միջազգային կենտրոն, որտեղ բացվել է հայկական արվեստի և գինու 3-րդ փառատոնը։ Նախաձեռնությունը ողջունել են չինական կողմից Ջեյմս Սունը, տեսաուղերձով էլ Չինաստանում Հայաստանի հյուպատոս Միսակ Բալայանը։ Հյուրերին ազգային մերտաղավարում ներկայացրել են Երևանից գնացած արվեստագետներին ու նրանց աշխատանքները, պատմել խաղող մշակելու և գինեգործության հայկական ավանդույթների մասին ու իհարկե հյուրասիրել աստվածների խմիչքը, պատմում է արվեստագետների խմբի գերհագեցած օրակարգով Չինաստան այցն ու տեղում հայկական փառատոնը կազմակերպած կենտրոնի ղեկավարը։ Հայկական արվեստի կենտրոնը արդեն 3-րդ տարին է, որ գործում է եւ այնտեղ ներկայացված են մշտական սկզբունքով ներկայացված են մեր բազում նկարիչների եւ քանդակագործների գործեր, հայկական արվեստը եւ մշակույթը Չինաստանում ներկայացնելով մենք հանրահռչակում ենք նախ եւ առաջ մեր մշակույթը եւ արվեստը եւ ինչու՞ չէ նաեւ փոխադարձ այցերի եւ մասնակցությունների միջոցով ավելի մարդկային շփումներն են զարգանում։ Շփումներն ի դեպ շարունակական են լինելու, փակագծեր դեռ չեն բացում, բայց նկարիչների միությունում արդեն պատրաստվում են հուլիսի վերջին չինական ցուցադրություն հյուրընկալել։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։